Ինձ միշտ թվում էր, որ իմ կյանքը սկսվել է ոչ թե ծննդատանը, այլ այն օրը, երբ առաջին անգամ տեսա Հարությունինն ու Անուշին։ Ես 5 տարեկան էի։ Մինչ այդ ապրում էի մանկատանը, որտեղ բոլոր երեխաները պարզապես երեխաներ էին, առանց հատուկ անունների ու առանց ում որևէ մեկի առանձնահատուկ սիրո։ Ես լուռ փոքրիկ աղջիկ էի մեծ տխուր աչքերով, իսկ հետո հայտնվեցին նրանք խոսում էին լեզվով, որը ես այն ժամանակ չէի հասկանում։ Կա ևս մեկ բան, որ ինձ արեցին հայկական ընտանիքում եւ որն ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։ Այն օրը, երբ ինձ տարան, ամբողջ մանկատունը աղմկում էր։ Մյուս երեխաները նայում էին ինձ հետաքրքրությամբ եւ ինչ-որ նախանձով։ Ես բռնել էի Հարությունի ձեռքից, Անուշը գլխիս էր շոյում, եւ ինձ թվում էր հայտնվել եմ հեքիաթում։ Ես դեռ չգիտեի, որ հայերը նման ժողովուրդ են, եւ նրանց ընտանիքը ամբողջ աշխարհ է, իր կանոններով, իր ուրախություններով եւ ինչպես պարզվեց, շոկային անակնկալներով։ Մենք եկանք նրանց տունը, եւ հիշում եմ, թե ինչպես սառեցի շեմին։ Դա ոչ պարզապես տուն էր, այլ իմ մանկական երազանքների պալատ։ Մեծ, երկհարկանի, փորագրված փայտե պատշգամբներով, խաղողով պատված։ Ներսում այնքան շատ բան կար։ Պատերին գորգեր, փայլող սպասք սերվանտներում, ոսկեզօծ շրջանակներով նկարներ եւ հոտեր։ Հոտեր համեմունքների, թարմ հացի, ինչ-որ քաղցր ու անծանոթ բանի։ Ես երբեք չէի զգացել այդքան հոտ միաժամանակ։ Առաջին ժամանակները շատ դժվար էր։ Ես ոչ մի բառ չէի հասկանում նրանց խոսակցությունից։ Հարությունը փորձում էր սովորեցնել ինձ բառեր։ Անուշը ցույց էր տալիս առարկաները եւ կրկնում էր դրանց անունները։ Նրանք շատ համբերատար էին։ Հիշում եմ, թե ինչպես Անուշը ժամերով նստում իմ կողքին, ցույց տալիս նկարներ գրքերում եւ արտասանում բառերը։ Նա սովորեցնում էր ինձ մրգերի, ծաղիկների, կենդանիների անունները, իսկ Հարությունը առաջին հայերեն բառերը։ Բարև, ողջույն, շնորհակալություն։ Այդ բառերը թվում էին այդքան բարդ, բայց նրանց շուրթերից այդքան ջերմ էին հնչում։ Ինձ անհարմար էր, ես ամաչում էի շատ ուտել, վախենում էի թվալ ագա։ Անուշը ծիծաղում էր եւ ասում. «Կեր աղջիկս, կեր, դու մեր մոտ բարակ ես ինչպես ճնճղուկ»։ Եվ նա միշտ այնքան շատ էր ինձ դնում, որ ես մտածում էի կբայթեմ։ Փլավ գարան մսով, դոլմա, թարմ լավաշ։ Դա անհավատալի էր մանկատան սակավ սննդից հետո։ Բայց ամենաանհավատալին ոչ թե դա էր։ Ամենաանհավատալին այն էր, թե ինչպես էին նրանք վարվում։ Նրանք անընդհատ գրկում էին համբուրում, ձեռք բռնում։ Նրանք ծիծաղում էին այնպես բարձր, որ ամբողջ տունը հնչում էր, եւ վիճում էին նույնպես բարձր, բայց անմիջապես գրկում եւ նորից ծիծաղում։ Ես երբեք չէի տեսել այդպիսի զգացմունքների արտահայտում։ Մանկատանը ոչ ոք ոչ մեկին չէր գրկում, ոչ ոք չէր համբուրում։ Այնտեղ լուռ ու մոխրագույն էր, իսկ այստեղ զգացմունքների փայլատակում։ Շուտով հասկացա, որ հայկական ընտանիքը ոչ միայն մայր, հայր եւ երեխա է, դա ամբողջ կլան է։ Ամեն երեկո հյուրեր էին գալիս՝ հորաքույրեր, քերիներ, զարմիկներ, տատիկներ, պապիկներ։ Տունը միշտ լի էր մարդկանցով, ծիծաղով, երաժշտությամբ եւ ուտելիքի բույրերով։ Բոլորը միաժամանակ խոսում էին, ժեստերով էին խոսում, ծիծաղում։ Սկզբում ես վախենում էի այդ աղմուկից, թաքնվում էի Անուշի հետևում, բայց հետո սովորեցի։ Ավելին, սկսեցի սիրել։ Ես զգում էի ինձ մեծ, աներևակայելի ջերմ եւ կենդանի ինչ-որ բանի մաս։ Նրանք ինձ անվանում էին Լիլիթ ջան։ Նրանք ասում էին. «Լիլիթ ջան, արի այստեղ»։ Ինչպե՞ս ես, Լիլիթ ջան։ Այդ բառը դարձավ նրանց սիրո խորհրդանիշ, այն թափանցում էր ուղղակի սրտիս մեջ։ Ես սկսեցի սովորել նրանց ավանդույթները։ Նրանք ցույց տվեցին, թե ինչպես ճիշտ ողջունել մեծերին, ինչպես համբուրել տատիկի ձեռքը։ Նրանք սովորեցրին հարգանք մեծերի նկատմամբ։ Դա շատ կարևոր էր նրանց ընտանիքում։ Սովորեցրին հյուրասիրություն։ Անուշը հաճախ ասում էր. «Հյուրը Աստծո ուղարկած է, Լիլիթ ջան, միշտ բաց սրտով ընդունի նրան»։ Եվ ես տեսնում էի, թե ինչպես է ինքը անում դա։ Որքան էլ մարդիկ կային, բոլորի համար տեղ կար սեղանի շուրջ, բոլորի համար ջերմ խոսք ու ժպիտ։ Բայց իհարկե կային բաներ, որոնք ինձ շոկի ենթարկեցին, այն ինչին ես ոչ մի կերպ չէի կարողանում սովորել, եւ որ դարձավ իսկական փորձություն։ Ամենաառաջինը, որ ինձ շոկի ենթարկեց, աղմուկն էր։ Ոչ պարզապես բարձր խոսակցություններ, այլ անդադար, անվերջանալի աղմուկ։ Միշտ ինչ-որ մեկը հեռախոսով էր խոսում, ինչ-որ մեկը խոհանոցում վիճում էր, երեխաները վազում ու գոռում էին։ Հեռուստացույցով երաժշտություն էր հնչում, իսկ մանկատանը շատ լուռ էր։ Ես սովոր էի լռությանը։ Այստեղ լռությունը գալիս էր միայն խոր գիշերով։ Սկզբում գլուխս ցավում էր անընդհատ, չէի կարողանում կենտրոնանալ, չէի կարողանում քնել։ Թաքնվում էի իմ սենյակում, փակում էի ականջներս, բայց աղմուկը ներթափանցում էր ամենուր։ Ինձ թվում էր խելագարվում եմ։ Անուխը տեսնում էր իմ վիճակը, գլխիս էր շոյում եւ ասում.
Սովորիր ջան, մեր մոտ այդպես է ընդունված, մենք սիրում ենք կյանքը, սիրում ենք միասին լինել։ Եվ ժամանակի ընթացքում իսկապես սովորեցի, աղմուկը դարձավ իմ նոր աշխարհի մասը, այն դադարեց ինձ նյարդայնացնել, հետո էլ դադարեցի նկատել այն։ Ավելին, երբ տունը լուռ էր, ես անսովոր ու նույնիսկ մի փոքր մենակ էի զգում ինձ։ Երկրորդը, որ ինձ շոկի ենթարկեց, անձնական կյանքի մեջ միջամտությունն էր։ Նրանց մոտ անձնական տարածքի հասկացողություն գոյություն չուներ։ Եթե հիվանդանում էիր, քեզ մոտ գալիս էին բոլոր հարազատները, յուրաքանչյուրն իր խորհրդով, յուրաքանչյուրն իր ժողովրդական միջոցով։ Եթե տխրում էիր, անմիջապես շրջապատում էին, հարցաքննում, թե ինչ է պատահել, փորձում էին ուրախացնել։ Եթե չէիր ուզում պատմել, նրանք այնուամենայնիվ չէին հեռանում, մինչև չհասնեին իրենց նպատակին։ Սկզբում դա շատ էր նյարդայնացնում ինձ, ես սովոր էի իմ մտքերն ու զգացմունքները պահել ինձ մոտ, իսկ այստեղ ամեն ինչ բաց էր։ Բայց հետո հասկացա, որ դա ոչ թե հետաքրքրասիրությունից է, այլ անկեղծ հոգատարությունից։ Նրանք պարզապես չէին կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է մենակ մնալ վշտի կամ հիվանդության մեջ։ Նրանց համար դա անհասկանալի էր։ Նրանք կարծում էին, որ ցանկացած խնդիր պետք է բաժանվի բոլորի հետ, որպեսզի ավելի հեշտ լինի հաղթահարել այն։ Եվ այդ համապարփակ հոգատարությունը, այդ անընդհատ ուշադրությունը ժամանակի ընթացքում դարձան իմ հենարանը։ Ես դադարեցի թաքնվել, սովորեցի վստահել նրանց, եւ ավելի հեշտ դարձավ։ Բայց ամենամեծ շոկը եղավ երրորդը՝ սննդի նկատմամբ վերաբերմունքը։ Սնունդը նրանց մոտ ոչ պարզապես սնունդ էր, այլ պաշտամունք։ Ես արդեն ասել եմ, թե ինչպես էին ինձ կերակրում, բայց դա միայն սկիզբն էր։ Եթե չէիր ուտում ամեն ինչ, ինչ դրել էին ափսեիդ, դա ընկալվում էր որպես անձնական վիրավորանք տանտիրուհու համար։ Անուշը իսկապես տխրում էր, եթե ես թողնում էի թեկուզ մի կտոր։ Ինչու չես ուտում, Լիլիթ ջան, համը դուրս չի գալիս, գուցե հիվանդ ես, հարցնում էր նա անհանգստությամբ։ Փորձիր բացատրել, որ պարզապես հագեցած ես։ Ոչ, պետք էր ամեն ինչ ուտել։ Ինձ համոզում էին, պնդում էին, երբեմն նույնիսկ ուժով էին ուտեցնում։ Սկզբում լաց էի լինում, ամաչում էի, զգում էի ինձ անշնորհակալ։ Չէի հասկանում, թե ինչու են այդպես արձագանքում։ Հետո հարությունը բացատրեց ինձ։ Մեր համար սնունդը առատություն է, բավարարվածություն է։ Եթե չես ուտում, նշանակում է, մենք չենք կարողացել քեզ կերակրել։ Նշանակում է, մենք քեզ բավարար չենք տվել։ Դա մեզ համար ամոթ է, եւ ես սկսեցի ուտել։ Ուտում էի ուժով, պարզապես որպեսի չվշտացնեմ նրանց։ Իմ ստամոքսը ձգվեց, ես սկսեցի քաշ հավաքել։ Դա ինձ շատ չէր ուրախացնում, բայց Անուշի եւ հարության հանգստությունը ինձ համար ավելի կարեւոր էր։ Իսկ հետո ես սկսեցի սիրել այն, սիրել հենց ավանդույթը, այդ անվերջանալի խնջույքները, ծիծաղը, սննդի շուրջ եղած այդ եռուզեղը։ Ես հասկացա, որ սնունդը նրանց համար ոչ միայն հագեցում է, այլ սեր ցույց տալու, հոգատարություն արտահայտելու, ընտանիքը միավորելու միջոց։ Եվ ես, մանկատանից եկած փոքրիկ աղջիկը, ով երբեք չգիտեր, թե ինչ է առած սեղանը, սովորեցի գնահատել դա։ Ես սովորեցի պատրաստել հայկական ուտեստներ Անուշի ուշադիր ղեկավարությամբ։ Եվ յուրաքանչյուր պատրաստված դոլմա կամ խաչապուրի ինձ համար ոչ պարզապես ուտելիք էր, այլ այն սիրո փոքրիկ մասնիկը, որ նրանք տալիս էին ինձ ամեն օր։ Հիշում եմ, թե ինչպես դպրոցում ինձ ծաղրում էին. հայուհի, հայուհի, գոռում էին որոշ երեխաներ։ Ես շատ էի տխրում։ Տուն էի գալիս արցունքներով։ Հարցնում էի Անուշին. ինչու են այդպես ասում։ Ես հոռուս եմ, Անուշը գրկում էր ինձ եւ ասում. ջան, դա կարևոր չէ, թե ով ես դու արյան մեջ, կարևորն այն է, թե ով ես դու սրտով։ Դու մերն ես, դու հայուհի ես հոգով։ Իսկ հարությունը ավելացնում էր. դու մեր հպարտությունն ես, Լիլիթ, ոչ ոքի մի լսիր։ Հայ լինելը նշանակում է ուժեղ լինել, ազնիվ լինել, հյուրասեր լինել։ Նշանակում է մեծ սիրտ ունենալ։ Նրանք ինձ սովորեցրին ոչ միայն լեզուն ու ավանդույթները, այլև աշխարհին նայելու որոշակի հայացք։ Սովորեցրին դիմացկուն լինել։ Եթե ինչ-որ բան չէր ստացվում, նրանք չէին թույլ տալիս ինձ հանձնվել։ Նրանք հավատում էին ինձ, նույնիսկ երբ ես ինքս իմ մեջ չէի հավատում։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ շատ ծանր հիվանդացա։ Ջերմաստիճանը 40-ի մոտ էր։ Ես անշարժ պառկած էի։ Անուշը ոչ մի քայլ չէր հեռանում ինձանից։ Սառը կոմպրեսներ էր դնում, խոտաբույսերով ջուր էր տալիս խմել։ Հայերեն օրորոցայիններ էր երգում ինձ։ Հարությունը նստած էր կողքիս, ձեռքս բռնած, պատմում էր իր մանկության պատմությունները։ Եվ մի պահ, երբ տենդի մեջ էի, հանկարծ զգացի, որ նրանք ոչ պարզապես այն մարդիկ են, ովքեր ինձ որդեգրել են, այլ իմ իսկական ընտանիքը։ Նրանք տալիս էին ինձ այնպիսի սեր, որի մասին ես նույնիսկ չէի կարող երազել։ Դա ոչ պարզապես հոգատարություն, այլ սեր։ Բայց կային նաև պահեր,
երբ ես զգում էի ինձ օտար։ Երբեմն, երբ հավաքվում էին բոլոր հարազատները եւ սկսում էին խոսել միայն հայերեն, ես դուրս էի ընկնում խոսակցությունից։ Հասկանում էի առանձին բառեր, բայց ամբողջ իմաստը բռնելը դժվար էր, եւ այդ ժամանակ մի փոքր մենակ էի զգում ինձ։ Կարծես ոչ ամբողջությամբ այդ մեծ ու ընկերական աշխարհի մասն եմ։ Նրանք նկատում էին դա։ Անուշը մոտենում էր, ձեռքս բռնում եւ սկսում ռուսերեն խոսել, թարգմանում էր ամեն ինչ։ Հայրությունը կարող էր հանկարծ հիշեցնել ռուսական ասացված կամ անեկդոտ, որպիսի ես հարմարավետ զգամ։ Նրանք ամեն ինչ անում էին, որպիսի ես երբեք չզգամ ինձ ավելորդ։ Նրանք հետևում էին իմ յուրաքանչյուր գնահատականին, օգնում էին տնային առաջադրանքներում, վարձում էին ուսուցիչներ։ Եթե ինչ-որ բան չէր ստացվում, ես զգում էի հսկայական ճնշում։ Մանկատանը ոչ ոք հատուկ ուշադրություն չէր դարձնում գնահատականներին, իսկ այստեղ յուրաքանչյուր եռյակ ողբերգություն էր։ Սկզբում ես ապստամբում էի, չէի ուզում այդքան շատ սովորել, բայց նրանք անձիչում էին։ Նրանք բացատրում էին, որ դա իմ իսկ բարօրության համար է, որ ուզում են, որ ես ունենամ լավ ապագա։ Եվ ես տեսնելով նրանց անկեղծ սոքատարությունն ու հավատը իմ հանդեպ, սկսեցի ամեն ինչ անել ամբողջ ուժով։ Ուզում էի, որ նրանք հպարտանան ինձնով։ Եվ նրանք հպարտանում էին։ Երբ ստացա առաջին անգամ գերազանց ավարտական վկայականը, Անուշը լաց եղավ ուրախությունից, իսկ Հարությունը կազմակերպեց իսկական տոն, հրավիրելով բոլոր հարազատներին։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Երբ մեծանում էի, սկսեցի նկատել այլ առանձնահատկություններ, որոնք սկզբում տարօրինակ էին թվում, իսկ հետո դարձան սովորական։ Օրինակ, ավանդույթների նկատմամբ վերաբերմունքը։ Դա նրանց մոտ ոչ պարզապես խոսքեր էին, այլ ապրելակերպ։ Յուրաքանչյուր իրադարձություն, ծննդյան օր, հարսանիք, նույնիսկ պարզապես հյուր գնալը, ուղեկցվում էր որոշակի ծիսակարգերով։ Հարսանիքներում երգում էին որոշակի երգեր, պարում որոշակի պարեր, հուղարկավորություններին պահպանում էին խիստ կանոններ։ Նրանց համար դա ոչ թե անցյալի հարգանք էր, այլ կենդանի կապ նախնիների հետ, ժողովրդի պատմության հետ։ Ինձ մեծացած առանց արմատների, սկզբում դա անհասկանալի էր, չէի տեսնում իմաստը այդ բոլոր ծիսակարգերում, բայց Անուշն ու Հարությունը համբերատար բացատրում էին յուրաքանչյուր մանրուքի, յուրաքանչյուր ժեստի իմաստը։ Նրանք պատմում էին իրենց տատիկների ու պապիկների մասին, թե ինչպես էին ապրել իրենց նախնիները, ինչպես էին սերունդներով փոխանցվում այդ ավանդույթները։ Եվ աստիճանաբար ես սկսեցի հասկանալ։ Տեսնում էի, թե ինչպես են այդ ավանդույթները միավորում նրանց, տալիս ուժ եւ պատկանելության զգացում, եւ ես ինքս չնկատելով սկսեցի կլանել դա։ Սկսեցի հպարտություն զգալ, որ մաս եմ այդ ամենի։ Եվս մեկ բան, որ ինձ զարմացրեց, կնոջ դերներ ընտանիքում։ Մի կողմից Անուշը տան կենտրոնն էր, նա ընդունում էր բոլոր կարևոր որոշումները, տնային տնտեսության, խոհանոցի իմ դաստիարակության վերաբերյալ։ Նրա խոսքը օրենք էր խոհանոցում եւ դաստիարակության հարցերում։ Մյուս կողմից Հարությունը ընտանիքի գլուխն էր, ընդունում էր ֆինանսական, աշխատանքային հիմնական որոշումները, բայց դա չէր նշանակում, որ տղամարդը գլխավոր է, իսկ կինը անզոր։ Դա ավելի շուտ դերերի բաժանում էր, որտեղ յուրաքանչյուրը գիտեր իր տեղը եւ հարգում էր մյուսի ներդրումը։ Նրանք խորհրդակցում էին միմյանց հետ բոլոր հարցերի շուրջ, աջակցում էին միմյանց, եւ ես տեսնում էի, թե որքան ուժեղ ու ազդեցիկ էր Անուշը։ Նա ոչ պարզապես կին էր, այլ ամբողջ ընտանիքի հենարանը։ Նա իմաստուն էր, դիմացքուն եւ աներևակայելի սիրող։ Եվ դա սովորեցրեց ինձ, որ կնոջ ուժը կարող է տարբեր լինել, ոչ միայն հավասարության համար պայքարում, այլև տունը հարմարավետ դարձնելու, ներդաշնակություն պահպանելու, սիրող մայր եւ կին լինելու ունակության մեջ։ Ամենամեծ շոկը, որն ամբողջությամբ շրջեց իմ աշխարհայացքը, տեղի ունեցավ, երբ լրացավ իմ 18 տարեկանը։ Ես արդեն ավարտել էի դպրոցը, պատրաստվում էի համալսարան ընդունվել։ Եվ ահա մի երեկո, երբ բոլորս նստած էինք ընթրիքի սեղանի շուրջ, Հարությունը ասաց. «Լիլիթ ջան, մենք պետք է քեզ մի բան ասենք»։ Իմ սիրտը խփեց։ Զգացի, որ խոսքը գնալու է ինչ-որ շատ կարևոր բանի մասին։ Անուշը բռնեց իմ ձեռքը, եւ ես տեսա արդյունքներ նրա աչքերում։ Եվ այդ ժամանակ նրանք պատմեցին ինձ ամբողջ ճշմարտությունը։ Ճշմարտությունը իմ կենսաբանական ծնողների մասին, թե ինչպես ես հայտնվեցի մանկատանը, թե ինչպես են նրանք ինձ գտել։ Նրանք շատ զգուշոր էին խոսում, ընտրում էին բառերը, որպեսզի չվիրավորեն ինձ։ Ես լսում էի, եւ աշխարհը շուրջս կարծես քանդվում էր կտոր-կտոր։ Պարզվեց, որ իմ կենսաբանական ծնողները շատ աղքատ ընտանիքից էին, ապրում էին փոքր գյուղում։ Նրանք չէին կարողանում ինձ պահել։ Իմ մայրը մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո, իսկ հայրս չէր կարողանում հաղթահարել, հիվանդ էր։ Նա ինքը բերել էր ինձ մանկատուն, որպեսզի չմեռնեմ սովից ու հիվանդություններից։ Եվ նա չէր մոռացել ինձ։ Նա գալիս էր մանկատուն, նայում էր ինձ հեռվից, փոքրիկ նվերներ էր ուղարկում դաստիարակների միջոցով։
Հետո նա մահացավ, եւ միայն նրա մահից հետո դաստիարակները պատմեցին այդ պատմությունը նրանց, եւ նրանք գտան ինձ։ Ես նստած էի լսում էի եւ լաց էի լինում, ոչ թե վիրավորանքից կամ զայրույթից, այլ այն գիտակցությունից, թե որքան բարդ ու ողբերգական էր իմ իսկական պատմությունը։ Ես միշտ գտեի, որ որդեգրված եմ, բայց երբեք չգիտեի մանրամասները։ Եվ այդ գիտելիքը, այդ շոկային ճշմարտությունը, որը բացվեց ինձ, չկոտրեց ինձ, հակառակը, այն ստիպեց ինձ ավելի ուժեղ գնահատել այն մարդկանց, ովքեր նստած էին իմ դիմաց սեղանի շուրջ, Հարությունին ու Անուշին։ Նրանք կարող էին պարզապես որդեգրել երեխա եւ չխորանալ այդպիսի մանրամասների մեջ, բայց նրանք որոշեցին ազնիվ լինել ինձ հետ, եւ դա նրանց ամենամեծ սերն էր։ Բայց դա դեռ ավարտը չէ, կա եւս մեկ բան, որ ինձ արեցին հայկական ընտանիքում եւ որն ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։ Այդ երեկոյից հետո, երբ ինձ բացահայտվեց ճշմարտությունը, ես տարօրինակ էի զգում ինձ։ Մի կողմից ցավում էր գիտակցել, որ իմ կենսաբանական ծնողները անցել են այդպիսի ողբերգության միջով։ Մյուս կողմից անհավատալի շնորհակալություն էի զգում Հարության եւ Անուշի հանդեպ։ Նրանք ոչ միայն տուն տվեցին ինձ, այլ նոր կյանք, լի սիրով եւ հոգատարությամբ։ Ես սկսեցի շատ հարցեր տալ իմ կենսաբանական հոր մասին։ Անուշը հանեց հին մաշված լուսանկար։ Դրա վրա երիտասարդ կին էր, շատ բարի աչքերով, որը մի փոքր նման էր ինձ։ «Սա քո մայրն է, Լիլիթ ջան», ասաց Անուշը։ Նա շատ լավ մարդ էր։ Կյանքը պարզապես անարդար էր եղել նրա հանդեպ։ Անուշը պատմեց, որ իմ հայրը, չնայած իր հիվանդությանը եւ աղքատությանը, միշտ հիշում էր ինձ, գալիս էր մանկատուն պարզապես հեռվից նայելու ինձ։ Այդ պատմությունը կոտրեց իմ սիրտը, բայց միաժամանակ լցրեց այն նոր բանով, կապի զգացումով իմ արմատների հետ, որոնք ես կարծում էի հավերժ կորցրել եմ։ Եվ այդ ժամանակ տեղի ունեցավ ամենաանհավատալին։ Հարությունն ու Անուշը ասացին ինձ. «Մենք ուզում ենք, որ դու իմանաս քո արմատները, Լիլիթ ջան, ուզում ենք, որ իմանաս, թե որտեղից ես ծնվել»։ Եվ նրանք ինձ տարան այն գյուղը, որտեղ ծնվել էր իմ կենսաբանական մայրը։ Դա փոքր, շատ հին գյուղ էր, բարձր լեռներում։ Տները քարից էին կառուցված, տանիքները խաղողով էին պատված, ամենուրեք հոտ էր գալիս վարարանների ծխից։ Մենք գտանք այն տունը, որտեղ ապրել էր իմ մայրը։ Տունը կիսաքանդ էր, բայց դեռ կանգուն էր։ Հարևանները շատ ծեր մարդիկ։ Նրանք հիշում էին իմ մորը, նրա ընտանիքը։ Նրանք պատմում էին ինձ նրա մասին, թե որքան բարի եւ աշխատասեր էր, ցույց տվեցին այն վայրերը, որտեղ նա խաղում էր մանկությանը, որտեղ հատապտուղ էր հավաքում։ Ես քայլում էի այդ վայրերով, եւ ինձ թվում էր, թե զգում եմ նրա ներկայությունը։ Դա անհավատալի, աննկարագրելի զգացողություն էր։ Կարծես իմ հոգու բացակայող կտորը վերջապես իր տեղը գտավ։ Հենց այդ պահին ես գիտակցեցի, թե ինչ էին արել ինձ հայկական ընտանիքում։ Նրանք ոչ պարզապես որդեգրել էին ինձ, այլ ընդունել էին ինձ ամբողջությամբ, իմ անցյալով հանդերձ, իմ արմատներով հանդերձ։ Նրանք ինձ տվեցին ոչ միայն նոր ընտանիք, այլ օգնեցին գտնել այն, ինչ կորցրել էի։ Նրանք իմ անցյալը ինտեգրեցին իմ ներկայի մեջ, առանց փորձելու ջնջել կամ թաքցնել այն։ Նրանք սովորեցրին ինձ սիրել երկու իմ պատմությունները, եւ այն, որ եղել է մինչև նրանք, եւ այն, որ սկսվել է նրանց հետ։ Նրանք սովորեցրին ինձ անպայման սեր, որ ընտրություն չի անում, պայմաններ չի դնում, սեր, որ ընդունում է քեզ ամբողջությամբ, քո բոլոր թերություններով եւ առաքինություններով, քո ողջ ճշմարտությամբ, թեկուզ որքան շոկային լինի այն։ Նրանք սովորեցրին ինձ ուժեղ լինել, հպարտանալ նրանով, թե ով եմ ես, գնահատել իմ ընտանիքը, եւ այն, որ ինձ կյանք տվեց, եւ այն, որ ինձ սեր տվեց։ Եվ ահա ես արդեն 30-ն անց եմ։ Ես կառուցել եմ իմ սեփական կյանքը, ունեմ իմ ընտանիքը։ Բայց ամեն անգամ, երբ գալիս եմ Հարությունն ու Անուշի մոտ, ես զգում եմ ինձ նույն այն փոքրիկ արջնակը, որին նրանք ժամանակին տարան մանկատնից։ Եվ ամեն անգամ հասկանում եմ, որ ամենաշոկայինը, ինչ արեցին ինձ հայկական ընտանիքում, այն է, որ նրանք ինձ ամեն ինչ տվեցին. ընտանիք, սեր, կրթություն, արմատներ եւ այն հասկացողությունը, թե ինչ է նշանակում իսկապես երջանիկ լինել։ Եվ դրա համար ես նրանց շնորհակալ կլինեմ մինչև իմ կյանքի վերջին օրը։